Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, Հայրենիքը գտնված թե արյունով պահած է։ Հայաստանի առաջին հանրապետության 107-րդ տարեդարձի միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, մեր իղձերը կատարված են։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընդգծելով, հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ, անհատական ջանքով հարստացիր և հարստացրու, այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց։ Ըստ Փաշինյանի Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետրը հենց մեր ձեռքբերումն է։ Այս հայրենիքը մենք շահել ենք, այս հայրենիքը մեր գոյամարտի արդյունքն է եղել, որի հետ ինքը որևէ աղերս չունի և իր շրջապատողները, որովհետև իրենք նախ շատ երիտասարդ են եղել կամ շատ շատերը ընդհանրապես բարուրի մեջ են եղել, կամ շատ շատերն էլ այն ժամանակ, երբ որ մեր հայրերը եւ պապերը այդ նվաճման ճանապարհով էին գնում, շահելու ճանապարհով էին գնում, իրենք ընդհանրապես գոյություն չեն ունեցել։ Ես չգիտեմ ինչ ընտանիքներ ու գերդաստաններ են իրենք ներկայացնում, որ այսօր կարող են նմանատիպ հայտարարություն արել։ Այս հայրենիքը արյունով պահած, շահած, փայփայած, գուրգուրած Այս փոքրիկ անկյունն ենք մենք կարողացել դեռ վերցնել։ Նորից իրական ու պատմական Հայաստաններն էին հակադրության մեջ։ Այստեղ հաց, այստեղ կաց գաղափարախոսության տարածման համար ոչինչ չի խնայում Փաշինյանը, նման կարծիք ունեն զրուցակիցներս։ Ըստ նրանց, այս սին գաղափարախոսությունն է Փաշինյանն ընտրել իր ընտրազանգվածի համար։ Իրական Հայաստան այսպես կոչված գաղափարախոսության հերթական դրսևորումն է եւ այստեղ ոչ մի զարմանալի բան մեծ հաշվով չկա եւ նաեւ պարզ է որ Փաշինյանը այդ կոնցեպտը դնելու է ճակերտավոր կոնցեպտը, որովհետեւ այդտեղ մեծ հաշվով կոնցեպտ չկա, բայց այդ ճակերտավոր կոնցեպտը դնելու է իր նախընտրական արշավի հիմքում։ Փաշինյանի նմանօրինակ հայտարարություններում վտանգ է տեսնում Վահագն Մելիքյանը, բայց կարևոր է համարում նաեւ այն, որ այս գաղափարախոսությունը չի ունենում այն տարածումը, որը կցանկանար Փաշինյանը։ Գաղափարախոսությունը արդեն չտարածված վիճակով, ինչքան էլ իրանք շատ են ուզում դա տարածեն եւ ավելի այսպես լայն ընդգրկուն խավերի վերցնեն, դա չի հաջողվելու, որովհետեւ դա կեղծ օրակարգ է, հակահայկական օրակարգ է, հակազգային օրակարգ է եւ որևէ աղերս չունի հայ մարդու, հայ ինքնության, հայ կերպարի, հայ պատմության, հայ մշակութաբանական կասեք, լեզվաբանական կասեք, փիլիսոփայական կասեք, հոգեբանական կասեք, ինչպես ամեն ինչին ուղղակիորեն հակոտնյա է։ Մայիսի 28-ին Սարդարապատում հայրենիքի, պետության ու ազգային գաղափարախոսություններին մարտահրավեր նետեց մարդու տնտեսական բարեկեցության գաղափարախոսությունը, ասում են զրուցակիցներս։ Ըստ նրանց ողջ ելույթում դրված էր կենցաղային խնդիրներ, մինչդեռ հայրենիքն ավելին է, պետությունն ավելին է, քան հացը, կացը, բարեկեցությունը։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։